Այսքան շատ բացահայտված տեղեկություններից հետո թվում է «Գոյամարտ» սերիալի մասին արդեն գրեթե ամեն ինչ հայտնի է, բայց իրականում ամենակարևորը՝ գլխավոր ինտրիգը դեռ շարունակում է մնալ փակագծերի մեջ, և այդ ինտրիգն առաջին հերթին վերաբերում է գլխավոր կերպարներին, ովքեր են լինելու այն հերոսները, որոնց շուրջ կկառուցվի ողջ պատմությունը, և որոնց ճակատագրով կապրեն հեռուստադիտողները շաբաթներ ու ամիսներ շարունակ։ Սոցիալական հարթակներում և քննարկումներում հեռուստադիտողներն արդեն սկսել են իրենց ենթադրություններն ու ցանկությունները բարձրաձայնել։ Շատերը նշում են դերասանուհի Ռոզա Դավթյանի անունն, ով վերջին զանգը սերիալում մարմնավորում էր Անգելինայի կերպարը։ Նրա խաղը, կերպարի ներքին դրաման և հուզական գիծը մեծ արձագանք էին գտել հանդիսատեսի մոտ, և շատերը կցանկանային նրան կրկին տեսնել Դիանա Գրիգորյանի նոր նախագծում, այս անգամ գուցե բոլորովին այլ, ավելի խորքային կամ հակասական կերպարով։ Մյուս ամենաշատ քննարկվող անունը Լևոն Մկրտչյանն է, ով վերջին զանգը սերիալում հանդես էր գալիս Հենրիի կերպարով։ Նրա կերպարը նույնպես առանձնանում էր ներքին լարվածությամբ և կերպարային զարգացմամբ, ինչն էլ հիմք է տվել հեռուստադիտողներին ենթադրելու, որ նա կարող է դառնալ Գոյամարտի առանցքային դեմքերից մեկը։ Սակայն մինչ այս պահը պաշտոնապես հայտնի է դարձել, որ գլխավոր կերպարներից մեկին մարմնավորում է Կարեն Հովհաննիսյանը։ Նրա մասնակցությունն արդեն իսկ խոսում է սյուժեի լրջության և կերպարի ծանրակշիռ լինելու մասին։ Կարեն Հովհաննիսյանն այն դերասաններից է, ով կարողանում է կերպարին հաղորդել ներքին կշիռ, լռության մեջ խոսող դրամատիզմ և ուժեղ հոգեբանական խաղ։ Մյուս գլխավոր կերպարը ըստ արդեն հասանելի կադրերի մարմնավորում է Ռոբերտ Ալեքսանյանը։ Նրան հեռուստադիտողները տեսնում են հենց առաջին կադրերից, ինչը հուշում է, որ նրա դերը սերիալում լինելու է առանցքային։ Նրա կերպարն ամենայն հավանականությամբ անմիջապես ներքաշվելու է Գոյամարտի մեջ, դառնալով պատմության շարժիչ ուժերից մեկը։ Այս ընտրությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Գոյամարտը կառուցվում է հավասարակշռված կերպով, փորձառու, վստահելի դերասաններ և ինչու ոչ, նորահայտ դերասան-դերասանուհիներ, որոնք ներկայացնում են կերպարներ։ Այստեղ գլխավոր դերակատար լինելը պարզապես էկրանին շատ երևալը չէ, դա պատասխանատվություն է ամբողջ պատմության նկատմամբ։ Սպասվում է իսկապես մեգա նախագիծ, դիտարժան դերասանական խաղ, գեղեցիկ և մտածված տեսարաններ, ուժեղ դերասանական կազմ և ամենակարևորը սցենար, որը Դիանա Գրիգորյանի նախագծերում միշտ եղել է առանցքային արժեք։ Դիանա Գրիգորյանի սերիալները տարիներ շարունակ արծարծել են այն խնդիրները, որոնք իրականում գոյություն ունեն մեր հասարակությունում։ Դրանք չեն խուսափել ցավոտ թեմաներից, չեն փորձել իրականությունը զարդարել։ Գոյամարտը ևս այդ շարքի շարունակությունն է, պատմություն պայքարի մասին, որտեղ յուրաքանչյուր հերոս իր ձևով փորձում է գոյատևել, հաղթել կամ պարզապես չկորցնել իրեն։ Գլխավոր ինտրիգը դեռ պահվում է, բայց որքան քիչ է բացահայտվում, այնքան մեծ է հետաքրքրությունը։ Եվ հենց դա է այն նշանը, որ Գոյամարտը գալիս է ոչ միայն դիտվելու, այլ ապրելու։ Շարունակությունը ամենամոտ ժամանակներում է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը, կիսվեք տեսանյութով և սպասեք նոր, շատ հետաքրքիր բացահայտումների։ Գոյամարտն այն նախագծերից է, որի շուրջ ինտրիգը կառուցվում է ոչ թե արհեստական աղմուկով, այլ բովանդակությամբ։ Յուրաքանչյուր նոր մանրամաս, յուրաքանչյուր հրապարակված կադր կամ դերասանի անուն ավելի է խորացնում հետաքրքրությունը և ձևավորում այն զգացողությունը, որ հեռուստադիտողին սպասվում է ոչ սովորական պատմություն, այլ լուրջ դրամատիկ ճանապարհ։ Գլխավոր կերպարների շուրջ պահպանվող գաղտնիությունը լիովին տեղավորվում է սերիալի տրամաբանության մեջ։ Եթե ամբողջ պատմությունը գոյության համար պայքարի մասին է, ապա բնական է, որ հենց այդ պայքարի կենտրոնում գտնվող հերոսները չեն շտապում բացահայտվել։ Նրանք պետք է հայտնվեն ճիշտ պահին, ամբողջ ծանրությամբ ու ներքին լարվածությամբ։
Կարեն Հովհաննիսյանի կերպարն ըստ ամենայնի լինելու է այն հերոսներից մեկը, ով անցել է կյանքի դժվարին ճանապարհներով։ Նրա հերոսը կարող է լինել մեկը, ով գիտի, թե ինչ է նշանակում կորցնել, ընկնել և կրկին կանգնել։ Այդպիսի կերպարները Դիանա Գրիգորյանի սերիալներում հաճախ դառնում են առանցքային, ոչ թե իրենց ուժով, այլ մարդկային ցավով։ Ռոբերտ Ալեքսանյանի կերպարի հայտնվելն առաջին կադրերում հուշում է, որ հենց նա է հանդիսանալու պատմության մեկնարկային կետը։ Նրա միջոցով հեռուստադիտողը մուտք է գործելու գոյամարտի աշխարհ, ստվերային բոքսի, փողի, խարդավանքների ու չգրված օրենքների միջավայր։ Նրա ճակատագիրը կարող է լինել այն թելը, որը կապում է բոլոր մյուս հերոսներին։ Բայց սերիալի ուժը միայն գլխավոր կերպարներում չէ, գոյամարտը կառուցվում է երկրորդական, սակայն շատ կարևոր կերպարների վրա, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ առաջին պլանի հերոսներ։ Դավիթ Հակոբյան, Անի Մեհրաբյան, Կարո Հովհաննիսյան, Նիկոլայ Եղիազարյան, Ռուզաննա Մանուչարյան, Էլիզ Մելիքյան և մյուսները ստեղծում են այն խիտ դերասանական դաշտը, որտեղ յուրաքանչյուր բախում ունի իր իմաստը։ Տեսարանների գեղագիտական լուծումները ևս կարևոր դեր են խաղալու՝ մութ գույներ, սուր հակադրություններ, լարված մթնոլորտ։ Այս ամենը ստեղծում է մի աշխարհ, որը հեռուստադիտողին ստիպում է ներս մտնել պատմության մեջ։ Այստեղ գեղեցկությունը երբեմն դաժան է, իսկ լռությունն ավելի խոսուն, քան բառերը։ Սցենարը, ինչպես միշտ Դիանա Գրիգորյանի նախագծերում, դառնում է հենասյուն։ Գոյամարտը խոստանում է լինել սերիալ, որը լինելու է ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Ինտրիգը դեռ պահպանվում է, պատասխաններն առաջիկա օրերին, և այդ պատասխաններն անկասկած հեշտ չեն լինելու։